2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ հրահրելու, շինություններ զավթելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և այլոց դատական նիստն այսօր սկսվեց 40 րոպե ուշացմամբ։ Պատճառներից մեկն այն էր, որ դատարանի կարգադրիչները նիստերի դահլիճ մտնողներից անձնական տվյալներ էին վերցնում ու զննում նրանց։ Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի պաշտպաններն այնինչ ընդդիմանում էին կարգադրիչների հրամանին, ասելով, որ այդ ընթացակարգը խախտում է իրենց իրավունքները։ Սա քրորեն պատժելի արարք է։ Հիմա ինչ-որ մեկը զանգի հատուկ քննչական ծառայություն, ասի, որ հանցագործության դեպք է տեղի ունենում, հավանաբար նախորդ դատական նիստում ինչ-որ բանից այդքան էլ բավարարված չի եղել դատական դեպարտամենտի ղեկավարը, հիմա օգտագործելով իր իշխանությունը, իր ենթականերին անօրինական հրահանգավորել է, որպեսզի դատարան մտնող անձանց անձնագրերի անձնական տվյալները հավաքեն, որը որ իմ կարծիքով և մենք օրենք ունենք անհատական տվյալների հավաքման պահելու, որը որ չի թույլատրվում և քրորեն պատժելի արարք է, հիմա բացի դրանից փաստորեն նաև կարգադրիչների միջոցով փորձ արվում, որպեսզի խոչընդոտվի փաստաբանների գործունեությանը։ Եթե չեն զննել և չեն խուզարկել դատախազին, իհարկե ես թույլ չեմ տա, որ ինձ էլ խուզարկել, դա բացառվում է։ Այսօր առանց պաշտպանների ներկայության դատական նիստը հետաձգվել է։ Ենթադրում եմ, որ պետք է հետաձգվի, այլապես կխախտվի նաև մեր պաշտպանյալների իրավունքը։ Արդեն իսկ խախտվել է մեր բացակայությամբ։ Կարծում որ գուցե իրենց նպատակը այս ամեն ինչով հենց դատական նիստերը ցուցիչելն է հետաձգվել։ Ես ենթադրում եմ, որ սա նաև հնարավորություն կտա դատարանին իր կարծիքով նաև փորձել հետագայում նաև կարգապահական ինչ-որ պատասխանության ենթարկել փաստաբաններին, բայց չեմ կարծում, որ դա իրանց մոտ կստացվի։ Կարգադրիչների զննությանը բացի պաշտպաններից չէր համաձայնել նաև Սասնա Ծռերի աջակից Ալեք Հենիգոմշյանը։ Հիմնական պատճառը արհեստական խոչընդոտները ստեղծելն է, իմ համոզումով արհեստական խոչընդոտները ստեղծելն է, օրենքը խախտելու գնով խոչընդոտները ստեղծելը, որովհետեւ հետո արտարացնեն նախ նիստերը հետաձգեն եւ ապա բادرվակներ փորձեն գտնել նիստերը դրնպակ կայացնելու։ Ի վերջո պաշտպաններին եւ Հենիգոմշյանին բացառության կարգով առանց զննելու ներս թողեցին։ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի առաջին գործը եղավ դատավոր Տաթևի Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելը։ Դատավորը քրեական գործունեությունները ուսումնասիրել է 7 օրվա ընթացքում։ Այդ 7 օրերի ընթացքում դատավոր Գրիգորյանը իր վարույթը է ընդունել եւ որոշումներ կայացրել եւս 4 այդ քրեական գործերով։ Միաժամանակ անց է կացել նշանակված 21 դատական նիստեր։ Վերը ներկայացված են հավելենք սույն քրեական գործի ծավալը, այն է 8941 էջերի մեջ հավաքված 36 հատոր նյութերը, ապա պետք է փաստենք հետևյալը։ Դատավոր Գրիգորյանը սույն քրեական գործը վարույթ ընդունելու պահից մինչ քրեական գործի դատական քննություն նշանակելու որոշում կայացնելու պահ ունեցել է 3360 րոպե ժամանակ։ Եվ եթե այդ ամբողջ ժամանակը տրամադրել բացառապես սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրմանը, ապա միջին հաշվով 1 էջ նյութի ուսումնասիրման համար պետք է ծախսել 0.37 րոպե ժամանակ։ Ակնհայտ է, որ դատավորը քրեական գործի դատական քննություն նշանակելու որոշումը կայացրել է առանց գործի նյութերի լիարժեք ուսումնասիրման։ Դատական նիստը 1 ժամից վերսկսվեց։ Դատավոր Տաթևի Գրիգորյանը չընդունեց պաշտպանի իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, համարելով այն անհիմն։ Որոշմանը ամբաստանյալներն աղմուկով արձագանքեցին, ինչից հետո դատավորը որոշեց ամբաստանյալներին հեռացնել դահլիճից և նիստը հետաձգել։ Ժաննա Պողոսյան, Արմեն Մկրյան, Civilnet։